1948 թվականի դեկտեմբերի 9-ի ճիշտ այս օրը ընդունվեց ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա դեմ պատժի ճիշտ սահմանելու մասին կոնվենցիան, անչափ կարևոր նշանակություն ունեցող այդ իրավական փաստաթղթի ընդունման օրն է, և այսօր շատ լավ առիթ է խոսելու այս օրը օգտագործելով անդրադառնալու այն ցեղասպանական հանցագործությունների մասին, որը Արցախի դեմ իրականացվեց Ադրբեջանի կողմից։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին անտեսելով միջազգային բոլոր իրավական նորմատիվ ակտերը, անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը համաճարակի հետ կապված բոլոր հակամարտությունների դադարեցման առումով, Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական հանցավոր խմբավորումների հետ մեկտեղ լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի հանրապետության դեմ, այդ ընթացքում իրականացնելով բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, այդ թվում նաև բացի քաղաքացիական ենթակառուցվածքներից, մարդկանց խոշտանգումների դեպքերից թիրախավորելով նաև պատմամշակութային ժառանգությունը։ Դրա վառապացույցը 2020 թվականի հոկտեմբերի 8-ին նույն օրը երկու անգամ գերչժգրիտ զենքով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորումն է։ Պատերազմի սառեցումից հետո Արցախի բնակավայրերի շուրջ 75%-ը բռնազավթվեց Ադրբեջանի կողմից, որին հաջորդեցին հետագա տարիների ընթացքում Արցախի ապօրինի շրջափակումը, որը ծանր հումանիտար աղետ առաջացրեց 2022 թվականի դեկտեմբերի 12-ին կեղծ էկոլոգիական պատրվակի տակ, այնուհետև 2023 թվականի Արցախի դեմ հերթական սանձազերծված պատերազմը, որի հետևանքով ամբողջ Արցախը հայաթափվեց, արցախայությունը բռնի տեղահանվեց, իսկ Արցախը բռնազավթվեց ժամանակավորապես։ Այս ամենը ցեղասպանական հանցագործություններ է, որը տեղի է ունեցել և որի մասին մենք պետք է խոսենք, և այդ ամենը համապատասխանում է հենց այն դրույթներին, որոնք ամրագրված են դեկտեմբերի 9-ի ընդունված կոնվենցիայի մեջ, և պետք է նշենք, որ այդ ամենը տեղի է ունեցել միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների անգործնեության և հանցավոր լռության պայմաններում, ինչը կանաչ լույս վառեց Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության համար։ Մինչ օրս Արցախի բռնազավթված տարածքներում իրականացվում են մշակութային ցեղասպանություն, ոչնչացվում է պատմաճարտարապետական հուշարձանները, ամբողջական բնակավայրեր, պատմական թաղամասեր, բնակելի, որոնք հայկական հետքն են հիշեցնում, և Ադրբեջանի քաղաքականության նպատակն է բռնազավթված Արցախում ամբողջապես ոչնչացնել հայկական հետքը։ Այս ամենի մասին մենք պարտավոր ենք խոսել և հիշեցնել, և դեկտեմբերի 9-ը հենց այն օրերից մեկն է, որ առիթը, ինչպես նշեցինք, պետք է օգտագործվի և հանրությանը ներկայացվի այն, ինչ տեղի է ունենում։ Եվ այս պայմաններում դեռ 23 թվականի հոկտեմբերին, երբ որ ամբողջապես հայաթափված Արցախ այցելեցին ՄԱԿ-ի առաքելությունը, հայտարարեցին, թե Արցախում ցեղասպանության հետքեր չեն տեսնում։ Այստեղ հարց է առաջանում, եթե ցեղասպանության հետքեր չեն տեսնում, ապա ինչի էր Արցախը ամբողջովին բռնազավթված և հայաթափված։ Եվ սա այն պարագայում են հայտարարում, երբ որ հենց մայրաքաղաք Ստեփանակերտում բազմաթիվ թիրախավորված ենթակառուցվածքներ կային, չենք ասում Արցախի մյուս բնակավայրերում ևս։
Եվ այս ամենը իրականացնող պետությունը, ճակերտյալ կազմավորումը, Ադրբեջանի մասին է խոսքը, այս տարվա ընթացքում ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր հանձնախմբերում որպես հանձնախմբի անդամ, ընտրվելով 2025-ից 2029 թվականները։ Այս ամենը անտեսում է այն սկզբունքների, ինչը հռչակված են դեկտեմբերի 9-ի կոնվենցիայում, հակասում են ՄԱԿ-ի սկզբունքներին, հակասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փիլիսոփայությանը, ինչի նպատակով այդ կառույցը ստեղծվել է։ Այն է պաշտպանելու մշակութային ժառանգությունը տարբեր վայրերում, այդ թվում նաև հակամարտության գոտիներում, բայց մենք իրականում տեսնում ենք ճիշտ հակառակը, երբ որ հանցագործություն իրականացնող, մշակութային ցեղասպանություն իրականացնող Ադրբեջան հորջոջվող այդ կազմավորումը ընտրվում է տարբեր նմանատիպ մանդատ ունեցող կառույցներում երկարաժամկետ որպես անդամ։ Այս ամենը Ադրբեջանի համար պարարտ հող է նախապատրաստում նոր հանցագործություն իրականացնելու համար, քանի որ պատժելու փոխարեն այն հանցագործությունների համար, որ արհեստացին կազմավորումը իրականացվել է, այն ցեղասպանական քաղաքականության համար, որում իրագործվել է հենց 1918 թվականի, ավելի ճիշտ, երբ որ հայտնվեց քարտեզի վրա այս արհեստացին կազմավորումը եւ շարունակում է մինչ օրս այդ քաղաքականությունը իրականացնել։ Պետք է հիշեցնենք նաև, որ քանի դեռ համապատասխան իրավաքաղաքական գնահատական չի տվել այն հանցագործությունների համար, որ Ադրբեջանը իրականացրել է Արցախում տարբեր ժամանակահատվածներում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չեն ենթարկվել պատասխանատվության միջազգային քրեական դատարանում եւ այլ դատական համակարգերում միջազգային, եւ չի վերականգնվել այն իրողությունը, ստատուս քվոն, որ գոյություն ուներ մինչ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի այդ լայնածավալ պատերազմական գործողությունները, այդ հանցագործությունները կրկնվելու են, քանի որ ձևավորված անպատժելիության մթնոլորտը պարարտ հող է նախապատրաստում հետագա հանցագործությունների համար։ Եվ այս ամենի վառ ապացույցն է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններին եւ զավթողական քաղաքականության ու հռետորաբանությանը, որը մինչ այժմ շարունակում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առաջ քաշելով ճակերտյալ ասած արևմտյան Ադրբեջան, այսպես այս արհեստացին թեզը, որին նպատակն է վերացնել հայկական պետականությունը ամբողջապես, որը հենց այդ ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է, եւ այս ամենի դեմը առնելու, կանխելու համար մենք այսօր եւս պետք է օգտագործենք եւ հիշեցնենք, որ իդեմս Ադրբեջանի մենք գործ ունենք ցեղասպան վարքագիծ ունեցող արհեստացին կազմավորման հետ, որը իրականում ոչ թե պետությունն է, այլ ֆաշիստական ցեղասպան կազմավորում է, որի գործողությունները ոչ միայն միտված են տարածաշրջանը ապակայունացնելու, այլ նաև այդ քաղաքականությունը արտահանում են։ Եվ հստակորեն մենք պետք է արձանագրենք մի շատ կարևոր հանգամանք ևս, որ այս արհեստացին կազմավորումը ոչ միայն ցեղասպանական գործողություններ իրականացնող, այլ դրա մեթոդաբանության արտահանող է։ Եվ միջազգային մի շարք ահաբեկչական կազմավորումներ օգտագործում են այն նույն մեթոդաբանությունը, ինչը մինչ օրս օգտագործում եւ կատարելագործելով իրականացնում է Ադրբեջան արհեստացին կազմավորումը։ Դեկտեմբերի 9-ի այս օրը օգտագործելով եւս մեկ անգամ ցանկանում եմ կոչ անել
միջազգային հանրության ու միջազգային կազմակերպություններին զերծ մնացեք Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցերից, քանզի ձեր ամեն մի ապօրինի այցից հետո Արցախում ոչնչացվում են մշակութային արժեքներ։ Այցելելով բռնազավթված Արցախ դուք դառնում եք Ալիևյան հանցավոր ռեժիմի այդ բռնապետական վարչախմբի հանցակիցն ու այդ հանցագործությունների խրախուսողը եւ կանաչ լույս եք վառում նոր հանցագործությունների համար։ Եվ այն վայրերով, որտեղ որ քայլում եք, այն վայրերով, որտեղ որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներկայացնում են իբր կառուցվող շինարարական աշխատանքների, կառուցվող թաղամասերի եւ այլ շինությունների, այդ տարածքների զգալի մասում կառուցված եւ շարունակում են կառուցվել հայկական պատմական գերեզմանոցների տեղում, պատմաճարտարապետական հուշարձանների տարածքում, պատմական դիմագիծ ունեցող բնակելի թաղամասերի տարածքում եւ մի կողմից երբ որ հայտարարում եք երկակի ստանդարտների մասին, խոսում եք մարդու հիմնարար իրավունքի գերակայության մասին, մյուս կողմից էլ ապօրինաբար այցելում եք Արցախի բռնազավթված տարածք, ինչպես նշեցինք, կանաչ լույս եք վառում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար եւ դառնում եք այդ հանցավոր քաղաքականության հանցակիցը։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում նաեւ, երբ որ այսօր հիշեք դեկտեմբերի 9-ին ընդունված կոնֆերենցիայի դրույթները, այդ կոնվենցիայի կարևորության մասին, պարտադիր պետք է հիշեք նաեւ, որ այդ կոնվենցիայի դրույթները լիարժեք չեն կատարվում եւ նմանատիպ բազմաթիվ իրավական բանաձևերի արկայության պարագայում 21-րդ դարում ֆաշիստական բնութագիր ունեցող կազմավորումը իրականացրել է ցեղասպանական գործողություններ եւ հետ չի կանգնում իր այդ քաղաքականությանը, հակառակը նպատակն է այդ քաղաքականությունը շարունակել եւ զավթել ամբողջ Հայաստանը։ Այսպես կոչված խաղաղության օրակարգի մասին, երբ որ խոսում եք եւ ողջունում եք Չակերտյալ աշխարհության օրակարգը, պետք է հստակորեն հիշեք, որ Ադրբեջանը չունի խաղաղության օրակարգ եւ չի ունեցել։ Դրա վառապացույցը այդ Չակերտյալ պետության ղեկավարության ռազմատենչ հայտարարություններն են, ռազմատենչ ռետորաբանություն եւ այն զավթողական քաղաքականությունը, որը մինչ օրս շարունակում է իրականացնել։ Եվ վերջում կցանկանայի հիշեցնել, որ քանի դեռ նման հանցագործությունները չեն ենթարկվել պատասխանատվության, այդ հանցագործություն իրականացնողները ոչ միայն պատասխանատվություն չեն կրում միջազգային քրեական դատարանում եւ այլ դատական ատյաններում, չի ստեղծվում հատուկ տրիբունալներ քննելու այդ հանցագործություն իրականացնողների իրականացված ցեղասպանական գործողությունները, նման գործողությունների կրկնությունը տարբեր հակամարտությունների գոտիներում, աշխարհի տարբեր անկյուններում շարունակվել են։ Եվ պետք է հիշենք նաև, որ այդ կոնվենցիաները, բանաձևերը չպետք է լինեն միայն թղթի վրա շարադրված, այլ պետք է գործում քայլեր ձեռնարկվի այդ դրույթները պահպանելու եւ ցեղասպանական գործողությունները կանխարգելելու համար։ Հակառակ պարագայում կլինի դա ցեղասպանության մասին կոնվենցիան, կլինի դա այլ համանման կոնվենցիաներ կամ քրեական դատարանի ստատուտը կամ այլ իրավական փաստաթղթեր, դրանք կդառնան ուղղակի անատամ եւ առողակարգային բնույթ կրող փաստաթղթեր։